Բարև ձեզ, Factor TV հյուրը ռազմաքաղաքական հարցերով վերլուծաբան Մհեր Հակոբյանն է, ողջույն։ Բարև ձեզ։ Արդյոք ձեր կարծիքով հանրությունը կիմանա 44-օրյա պատերազմի մասին ճշմարտությունը, ընդ որում խոսքը ոչ միայն քաղաքական եւ դիվանագիտական process-ն է մասն է, որ հետևել էր բուն ռազմական գործողությունը եւ նոյեմբերի 9-ին, այլև կարևոր հարց է ռազմական բաղադրիչից, որովհետեւ մենք հավատացած լինելով, որ տարածաշրջանի ամենաուժեղ բանակը ունենք, կանգնեցինք ուղղակի կոտրած տաշտակի առաջ պարտություն կրելով ըստ էության, այսինքն մի հարցը սխալ չհասկանաք, օբյեկտիվ էր պարտությունը թե չէ, իհարկե միշտ սուբյեկտիվ է, երբ որ դու պարտում ես, բայց ռեսուրսների անհամաչափությունը իրապես այդքան տարբեր էր, որ մենք պարտվեցինք, թե եղել է նաև սուբյեկտիվ գործոնը, ինչպես կարող ենք իմանալ այս հարցերի պատասխաններ, այս հարցը տալիս եմ զեկույցի թեմատիկայի համատեքստ։ Շնորհակալ եմ հրավերի համար, հարգելի Ռոբերտ, իրականում հարցը շատ բազմաշերտ էր, երևի թե սկսենք սկզբից, ճշմարտությունը վաղ թե ուշ իմացվում է եւ իմացվում է պատմաբանների երկերում, երբ որ անձինք, որոնց շահերին վերաբերվում է այդ ամեն ինչը, արդեն հեռացած են լինում ռազմաքաղաքական թատերաբեմից եւ պատմաբանները վերցնելով գրիչը սկսում են գրել իրենց պատմական երկերը։ Որոշ դեպքերում դրան նախորդում են քրեական գործերը, թեև ստեղ էլ կա բնականաբար սուբյեկտիվ զգալի տար, որովհետև եթե ապրիորի ընդունենք, որ հաջորդ իշխանությունը հակառակորդ է լինելու այն իշխանությանը, որը 2020 թվականին կար, այսինքն ներկա գործող իշխանությանը, ապա ստեղ էլ քրեական գործերը ռիսկ են անում ունենալ սուբյեկտիվ տար, այսինքն իրենց նախորդ քաղաքական նախորդներին վարկաբեկելու եւ այլ հանգամանք, բայց այդ քրեական գործերը, ժամանակակիցների հուշերը, պահպանված փաստաթղթերը եւ այլն հիմնականում թույլ են տալիս ընդհանուր պատկերը հասկանալ։ Տեսեք 1920 թվականի Կարսի ողբերգական անկումը մեր նորագույն պատմության ամենամռայլ մութ եւ խայտառակ էջերից մեկը, նույնիսկ հիմա մեծապես մութ է, բայց մյուս կողմից էլ մեծապես հասկանալի է։ Հիմա գուցե ինչ որ մանրամասն չգիտենք, այս գումարտակի հրատարակը ինչպես սա, այսպես, բայց ընդհանուր գաղափարը հասկանալի է, չէ՞։ 1920 թվականին Հայաստանի առաջին հանրապետության ռազմավարչական մեխանիզմը այն աստիճան էր քայքայված, բանակը եւ հասարակությունը այն աստիճան էր բարոյալքված, որ եղավ Կարսի լիակատար պաշտպանության ի վիճակի կայազորի հանձնումը։ Հիմա նույն խնդիրը այս կամ այն ձևով լինելու է նաև այս մեր պատերազմի հետ կապված 2020 թվականի ողբերգական պատերազմի հետ կապված հենց ձեր ստուդիայում էի երեք լսում Անդրանիկ Քոչարյանի հարցազրույցը արդեն մեծ մի վեճ է գնում ազգային ժողովում, ինչքան հասկանում ազգային ժողովի նախագահը եւ պետայրական հանձնաժողովի ղեկավարը ասում են, որ իրավական հիմքեր չկան, որպեսզի զեկույցը հանձնվի, այո, Անդրանիկ Քոչարյանն էլ պնդում է։ Հիմա գիտեք, այս խնդիրը նաև իր մեջ Կնայեք, քան բուն մեկնաբանության չեկան դրադարձը, վերջին տեղեկություններն ասեմ, Ալեն Սիմոնյանը ասել է փակ լսումների ընթացքում դա տեղի կունենա, ոչ թե լիագումար, մինչդեռ Անդրանիկ Քոչարյանը պնդում էր, որ լիագումարում տեղի ունենա։ Հնարավոր է նույնիսկ Ալեն Սիմոնյանի ասածը տեղի չունենա, որովհետև ամեն դեպքում մի քիչ շատ ցավոտ եւ քաղաքականապես ռեզոնանսային է այդ զեկույցի ի հայտ գալը եւ հնարավոր է նախընտրական փուլում իշխանությունները զերծ մնան դրանից։ Իմ կարծիքով պատահական չէ, որ այսքան այս ամեն ինչը ձգձգվեց, ասում էին, որ դա ինչ որ աշխատանքի ծավալ եւ այլ, բայց ինձ թվում է չէ, այստեղ ուրիշ խնդիրներ կար։ Դատելով ըստ ամենայնի ուղղակի գործող իշխանությունը ուզում է, որպեսզի գոնե ընտրություններին ընթառաջ այս թեման չշահարկվի, չխոսվի եւ ընդհանրապես 2020 թվականի այդ ողբերգական իրադարձությունները մնան անցյալում։ Գիտեք, 2020 թվականի մեր պատերազմը շատ ինքը մութ է, շատ հարցերով մութ է եւ այդ մթությունը հիմա խորանում է նրանում, որ գործող իշխանությունները ըստ էության առնվազն ուզում են մոռացության մատնել այդ երևույթը եւ չեն նպաստում նրա լիարժեք ուսումնասիրմանը։ Դուք վտանգ տեսնում եք, որ այսպես ասենք հանգամանքները հարությանը པարզ չդառնա եւ ժողովրդի բառերով ասած ծածկադմփոց արվի, այսպես։ Եթե եղավ իշխանափոխություն, ծածկադմփոց չի լինի։ Նոր իշխանությունները ենթադրաբար լինելով հակառակորդ գործող իշխանությունների քրեական գործերի տեսքով եւ նաեւ հրապարակախոսական հաղորդումների տեսքով կփորձեն իրավիճակը բացահայտել։ Տեսեք ձեր կոլեգաները նրանք չմասնակցեցին այս հանձնաժողովի դա որովհետեւ իրենք համարեցին, որ այս հանձնաժողովի
քաղաքականացվածությունը եւ տենդենցիոզությունը հիմք չի տալիս, որ իր հետևություններին վստահ են եւ երևի թե այստեղ որոշակի ճշմարտության բաժին կար։ Տեսեք, ձեր գոլեգաները հետքից օրինակ ինչ հետաքրքիր գործ են անում, առանձին էպիզոդներ վերցնում են եւ այնպիսի երբեմն մանրամասներ են բացահայտում, որը իր մասնավոր բնույթով հանդերձ այնուհանդերձ լուրջ հիմք է տալիս ավելի մեծ հետևությունների համար։ Օրինակ, հանկարծ պարզվում է, որ ցորի զորամասի տանկային գումարտակի հրամանատարները տեղանքին ծանոթ չէին։ Հանկարծ պարզվում է, որ պլանշետների մեջ տեղանքի քարտեզներ չկա։ Գիտեք, դա իրոք ցավալի բան է, այսինքն մի բուր հադրուտ, մի բուր ցոր եւ քո զորամասը տեղ կանգնած է 20-25 տարի։ Լավ, ինչ է նշանակում տեղանքին ծանոթ չեմ։ Եթե զորամասի հրանտարը ընդամենը վերցներ իր այդ 5-6 հոգի գումարտակի հրանտարներին մի հատ մեքենաների մեջ նստեն, ասեն, ահա, նա այնտեղ, նա այն ճանապարհը, նա այն ծառը, նա այն թուփը, շնամին որ հարցակվեց, այսպես է գալու, դուք կկանգնես, այսինքն դա կարելի էր 25 տարում տարական անել, չի արվել շատ բաներ։ Առանձին հարցեր կան, հիմա չեմ ուզում հաղորդման կոնտեքստում շատ խանամ, կարճ ուղղակի ասեմ, առողջվածներ կան այս պատերազմի հետ կապված, հանրահայտ Լելեթեփեի հակահարձակման խնդիրը, Շուշիի անկման խնդիրը, Շուշիի Կայազորի խնդիրը, ռազմական մոբիլիզացիայի բացակայության խնդիրը, ընդհանուրեն խառնաշփոթը որ կար, գիտեք, վերադառնալով ձեր հարցի վերջին մասին, շատ բարդ հարց է, մանավանդ ես որ հակում ունեմ պատմական ուսումնասիրությունների, նույնիսկ պատմաբանի համար շատ բարդ հարց է, թե լինելու էր սա այսպես, թե չէր լինելու, ընդհանրապես պատմությունը եթե չի ընդունում, անթիվ տարբերակներից լինում է մենակ մի տարբերակը եւ մենք ունեցանք այդ մեկ տարբերակը։ Այդ մեկ տարբերակը նա է, ինչ որ մենք հիմա ունենք, Արցախը հայաթափված, հսկայական կորուստներ, անվտանգային խնդիրներ եւ այլն։ Զգուշորեն ես կարող եմ ենթադրել, որ երևի թե եթե մի քիչ մենք այլ կերպ կռվենք, գուցե այս ծանր հետևանքները չլինեին, բայց դատելով տարիների բարձունքից, որ հետ եմ նայում 2020 թվականին ցավոք կար միջազգային կոնսենսուս մեր ձեռքից վերցնելու Արցախը, ցավոք կար եւ տեղ էր մեր պարտության գաղտնիքը, ԱԹՍ-ները, վատ կառավարումը եւ այլ, դրանք մանրուքներ են եւ մեծ հաշվով Ադրբեջանը ռազմական բալանսը կարողացել էր իր բալանսը, այո, բայց եթե ռազմաքաղաքական կոնսենսուս կամ այլ խոսքեր ասած դավադրություն Հայաստանի Հանրապետության դեմ չլիներ, այդ բալանսը շուտվանից էր այդ տեսքով փոխված։ Հենց այդ 2020 թվին իմ կարծիքով չէր լինի պատերազմը։ Այսինքն նախ դիվանագիտական դաշտում ենք պարտություն գրել։ Այո, ավելին գիտեք, դիվանագիտական դաշտում ավելի ես ցավալի բան ասեմ, ինչ թվում է ոչ թե պարտություն ենք այդքան գրել, այլ մենք նույնիսկ չենք էլ նկատել, որ պարտվում ենք։ Այ ամենավատ բանը դա է։ Դու ես երբ որ պարտություն ես կրում, դու զգում ես, որ պարտվեցիր եւ պատրաստ լինելով դրան ինչ որ նոր գործողություններ ես անում։ Բայց մինչև ընդհանուր 2020 թվականի սեպտեմբերի 26-ը իմ մոտ տպավորություն կա, թե մենք չէինք նկատում պարտությունը։ Այսինքն այն, որ Ռուսաստանի Դաշնությունը, որը մեր անվտանգության երաշխավորն էր եւ որի արկայությամբ մենք երկար տարիներ բալանսը խախտված պահում էինք եւ հարված չէինք ստանում, 2020 թվականի արդեն սեպտեմբերի վիճակով դատելով ըստ ամենայնի արդեն որոշել էր Արցախը մեր ձեռքից վերցնել։ Դատելով ըստ ամենայնի արդեն 5 տարվա բարձունքից որ նայում ենք, իրավիճակը հետեւյալ տեսք ուներ։ Որոշվել էր Հայաստանի իշխանություններին պատժել եւ պատժելու ընթացքում օգտվել առիթից Արցախի տարածքում ունենալ մի լայնարձակ ռուսական բազա լոյալ բնակչությամբ, պայմանական Աբխազիա, Օսիա 3 եւ Ալիևի ախորժակն էլ բավարարել, հագուրտ տալ հարակից այսպես կոչված տարածքներով եւ զարդ Շուշիով։ Գիտեք, Պուտինի իր ինտերվյուներում ասեց, չէ՞ որ Ալիևը բանակցությունների ժամանակ Շուշին էր ուզում, ես պահել եմ այդ նյութերը, այլ այս ինֆորմացիոն թողով մենք դա կորցնում ենք, բայց առանձին դետալներ ինքը ասաց, որ Ալիևը Շուշին էր ուզում, որովհետև Ալիևը պետք է իր ժողովրդին, եթե ասեր ես պայմանական Ջեբրայելն եմ գրավել, ժողովուրդը կասեր ինչ։ Իսկ Շուշին դա արդեն երևացող բան էր։ Բայց այդտեղ շարունակություն էլ եղավ եւ այդ պարտությունը նաեւ Ռուսաստանը կրեց։ Իրենք երկուսով մեզ թալանեցին, հետո կողմերից մեկը թալանեց մյուսին եւ 2023 թվականին մենք տեսանք ռուսական զորքերի անփառունակ հեռանալը Արցախից։ Պարոն Հակոբյան, շատ կարևոր թեմա է, եկեք Ռուսաստանը սխալ, այսպես խաղադրույք կատարեց այս պատերազմը, որովհետեւ ասացիք ռազմաքաղաքական բալանսը, կոնսենսուսը ձևավորվեց Ադրբեջանի շուրջ եւ թույլ տրվեց նրան գնալ պատերազմի
եւ շահողներից մեկը Ռուսաստանն էր իր կոնտինգենտի տեղակայման տասնամյակներ հեռավորությամբ այնտեղ մնալու, չէ՞, ծրագրը ոչ թե 3 տարի, դա հաստատ է, հա։ Բայց տեղի ունեցավ այն, երբ որ Ուկրաինայում Ռուսաստանը մեղմ ասած խրվեց, չկարողացավ հաղթել Ուկրաինային, լիքը ռեսուրսներ ներգրավեց Ուկրաինա եւ այստեղ Ադրբեջանի զինվորները կները կադրեր կան, էլի ոնց են նսեմացնում ռուսահավաներ, էլ չասած որ սպանեցի եւ այլն։ Հա, իսկ Ռուսաստանը ինչու այդ սխալ խաղադրույքը արեց, ասենք Ադրբեջանին աջակցելով։ Նայեք, այստեղ պետք է մի քիչ մեր հայացքը ավելի մեծացնենք, այսպես ասած զումը մեծացնենք եւ մենք նայենք Ռուսաստանի վերջին ըստ էության Պուտինյան շրջանի 4-րդ դարի 25 տարվա քաղաքականությունը։ Ինչ էր այդ քաղաքականությունը։ 2000-ական թվականներին Ռուսաստանը հավակնում էր, որ ինքը լինի արևմուտքի մաս, ընդհանուր մինչև 2000-ականների սկզբին ասում էր Պուտինը ինձ էլ միավորեք ձեզ, ես դառնամ արևմուտքի մաս եւ մենք տիրենք աշխարհին։ Անկամ ՆԱՏՕ-ի։ 10-ականներին Ռուսաստանը արդեն ակնհայտ եղավ, որ դա չի լինում եւ Պուտինյան վեկտորը փոխվեց։ Հանգեց նրան, որ լավ, չեք ուզում, ես ինքս կդառնամ ուժային կենտրոն, այդ 2000-ականների արդեն հարուստ կուշտ տասնամյակը թիկունքում էր, սիրում են ասել այդպես վերլուծաբանները, եւ 10-ականների արդեն կեսերին 2014-ի Ղրիմի անեքսիայով սա եղավ այդ քաղաքականության գագաթնակետը։ Ուժերով լեցուն Ռուսաստան իրեն արդեն հարմար դիրքում տեսավ աշխարհում միաբևեռության դեմ պայքարելու համար։ Հիշում եք, վերջի տարիներին ինչքան ենք լսել, աշխարհը դադարել է լինել միաբևեռ, ոչ, չի դադարել, ցավոք չի դադարել լինել միաբևեռ։ Եվ այս լույսի տակ դատելով ըստ ամենայնի Պուտինյան ստրատեգները որոշեցին ԽՍՀՄ հավաքել այս կամեն ձևով եւ 10-ականների վերջին Հայաստանում տեղի ունեցած այս իրադարձությունները, այսինքն 18 թվի հեղաշրջումը եւ այլ, այս ամեն ինչը բերեց նրան, որ Պուտինը որոշեց Հայաստանին հարվածել Արցախը մեզնից վերցնելու միջոցով։ Հաշվարկս երևույթին հետեւյալն էր. Արցախի կորստով կամ Հայաստանում կլինի իշխանափոխություն, եթե չլինի իշխանափոխություն, ոչինչ, ռուսական կոնտինգենտը կլինի Արցախում։ Հաշվարկը դրանից հետո հետևանն էր. Ուկրաինան կվերցնենք Կիևը հանրահայտ 3 օրում, դրանից հետո հետ կգանք թուլացած Հայաստանից պահանջներ կներկայացնենք։ Սակայն Պուտինյան այդ ես շատ եմ այս մասին ասում, օլիգարխիկ կառավարումը 25 տարվա բազում խնդիրներ առաջացրեց եւ Ուկրաինայի չնախատեսված ամուր դիմադրությունը եւ արևմուտքի աջակցությունը Ուկրաինային Պուտինյան այդ ռազմավարչական մեխանիզմի ողջ թուլությունը ի հայտ բերեցին։ Կներեք, եթե քո պաշտպանության նախարարը մի քանի տարում դառնում է միլիարդատեր, եթե քո շուրջը քո մանկության ընկերները դառնում են միլիարդատերեր, չէ որ դա ակնհայտ է ինչի հաշվին, հասարակության բևեռացում, բանակի միջոցների թուլացում, ֆորմալիզմ, այսինքն մարդիկ կոռուպցիան նաև լայն իմաստով կոռուպցիա, այսինքն գիտեք, ես հաճախ այս օրինակն եմ բերում պատմական 16-րդ դարում Իվանահեղը հանրայդ ֆիլմի մեկը հիշեք, չէ, հումորային ասում է Կազանը վերցրեցի, Աստրախանը վերցրեցի, դա հումոր է իրականում, բայց Իվանահեղը հաջող պատերազմներ էր մղում արևելյան համեմատաբար թույլ հակառակորդների դեմ։ Կազանը, Աստրախանը եւ այլն։ Դրանից հետո եկավ արևմուտք եւ Լիվոնյան պատերազմը սկսեց, իր հակառակորդը թույլ Լիվոնյան օրդենն էր։ Պուտինի դեպքում դա եղավ Ղրիմի գրավումը։ Բայց Լիվոնյան օրդենին հաղթելուց հետո այն ժամանակ Ռուսաստանը ծանր պատերազմի մեջ մտավ կենտրոնական եւ արևմտյան Եվրոպայի երկրների մեջ, օրինակ Հռոմեական Սրբազան կայսրության եւ այլ, այնտեղ Լեհաստան, Ռեչպոսպոլիտա եւ այլ, եւ Ռուսաստանին արդյունքում շատ ծանր պարտության մատնեցին։ Սկզբում ինքը Բալտիկ ծով էր դուրս եկել եւ դրանից հետո իրան դուրս մղեցին եւ դրանից հետո միայն 100 քանի տարի հետո Պետրոս առաջինը նորից կարողացավ Բալտիկ ծով դուրս գալ։ Հիմա նույնը այստեղ եղավ։ Համեմատաբար թույլ հակառակորդներին հաղթելը, նույն Սիրիայի գործողությունները, որ Ռուսաստանի ռազմաքաղաքական ղեկավարությանը հիմք տվեցին կարծելու, որ իրենք ունեն լավ բանակ, որ իրենք ունեն տեխնոլոգիաներ, չնայած մասնագետներն ասում էին, որ Սիրիայում էլ խնդիրներ կա եւ դու խնդիրները լուծում ես ուղղակի տեխնիկական շատ մեծ առավելության հաշվին եւ գետնի վրա էլ կռվում են արուն են թափում Ասադի արաբները ի վերջո։ Այս ամեն ինչը բերեց նրան, որ Ռուսաստան ինքնավստահորեն Ուկրաինայի դեմ պատերազմ սկսեց։ Իսկ գիտեք, պատերազմի առաջին օրերին եւ որ նայում ենք, իրենք նույնիսկ ռազմական դիմադրության տրամադրված չէին։ Իրենք մտածում էին կգրավենք, կքայքայվի, կանցնեն մեր կողմը, բայց նույն ես օրինակ ինտերվյուներ ունեմ 19-20 թվականի այս պատերազմի հետ կապված 22-ին ասում եմ, որ խնդիրներ է լինելու։ Եվ հիմա խոսքս այսպես վերջացնեմ։ Սա Պուտինյան ռեժիմի ցավոք, իրենց համար ցավոք, նաև մասնակի մեր համար ցավոք, այդ 25 տարվա խնդրահարուցության արդյունքն է։ Երբ որ դու հիմա 25 տարի հետ ես նայում եւ տեսնում ես, որ քո երկիրը տեխնոլոգիապես հետ է մնացել, տնտեսապես հետ է մնացել,
իրավական գործընթացներում հետ է մնացել, ժողովրդավարական զարգացումներում հետ է մնացել, թեևս վերջին հանգամանքի հետ կապված ընդհանրապես արդեն Ռուսաստանում դժվար է ինչ-որ բանի մասին խոսելը, հասկանում եք, եւ ըստ էության փլվեց ողջ այս քաղաքականությունը, նորից վերադառնում ենք մեր դեպքում, իրենք հերթական քայլեր էին արել, մենք դժվեցինք, մենք առաջինը զոհ գնացինք, դրանից հետո ստրատեգների պետք է Ուկրաինան լիներ եւ հետո, բայց հետո չեղավ եւ մենք մնացինք զոհ։ Իսկ 23 թիվը բնականաբար արդեն նախատեսված չէ։ Թեև խոսքս վերջացնեմ այսպես հարգելի է Ռոբերտ։ Այնուհանդերձ եթե խելոք լինեն ռուսները ուժերը լարելով ինչքան է ծանր էր Ուկրաինայում Արցախը կպահեին։ Հիմա մի ճակատ թող ավել լիներ, ոչինչ գետնի վրա, իրենք գիտեք, իրենք 120,000 բնակչություն կա, իրենք կարող են 15-20,000 հայերի դնել զենքի տակ, լավ զինել, օդուժը ապահովել եւ ապահովել պաշտպանությունը։ Թուրքիայի դեմ կոնֆրոնտացիա։ Թուրքիայի խնդիրը այդքան չէ, ռուսական ստրատեգները մի զարմանալի ինքնավստահություն են, երբեմն ես իրենցից դա լսում եմ, սենց են անում, թե մենք որ հիմնական խաղը հաղթենք Ուկրաինայում, Ղարաբաղը մեր համար մնացածը մեր հարց է։ Այսինքն մեր համար Ամարասը, Հայաթափումը, Գանձասարը եւ այլն իրանց համար սա ընդհանրապես նահանջ է եւ իրանք մտածում են թե ավելի մեծ խաղում հաղթենք, մենք ստեղ դիրքերը կվերականգնենք։ Բայց տեսեք, այ երբ է տեղի ունենում այդ խզումը, երբ որ դու քո բոլոր ռեսուրսներ եւ խաղակարտեր մենք էլի որպես հայկական պետություն դնում ենք ռուսական զսպման կամ խաղաղության ապահովման ռուսական միջոցի վրա միակողմանիորեն այսպես մեր կանխումները, մեր երաշխիքները նրա հետ են կապում եւ լուրջ խնդիրներ ունենում, երբ որ ինքը ունի լուրջ խնդիրներ, հա, ուզի, չուզի դա արդեն ուրիշ հարց է, ինքը ունի լուրջ խնդիրներ եւ չի կարող իր նպատակները սպասարկել։ Նույն Անդրանիկ Քոչյանը, որ այստեղ էր, նա ասաց, որ հետախուզական տեղեկություններ են եղել պատերազմի, մոտալուտ պատերազմի մասին։ Դե հա, բայց դա վերջին բանն էր, սեպտեմբերի արդեն 25-26-ին բայց այստեղ շատ կարևոր բան կար։ Ինքը ասաց նաև, որ մոլորեցնող տեղեկություններ են եղել դրան զուգահեռ, այսինքն մենք ստացել ենք հետախուզական տեղեկություններ, որ լինելու է պատերազմը, բայց դրան զուգահեռ եղել է նաև մոլորեցնող տեղեկություններ։ Պատերազմը ինքը խաբելու արվեստ է, դա չի։ Չէ, ես նկատի ունեմ մոլորեցնող, քանի որ հայկական իշխանությունները, Փաշինյանի իշխանությունը եւ Արցախի ընդհանրապես էլի 20 թվականի սեպտեմբերի 25, 26, 27-ին նրանք Ռուսաստանին էին, չէ, այսպես տեղեկություններ նրանցից ստանում, թե հետախուզական կամ հնարավոր է այդ մոլորեցնող տեղեկությունները տեղից գային, որ հանգիստ եղեք պատերազմ չի։ Հնարավոր է, բացառված չի, նայեք, ասենց մի քիչ էլի մեծացնենք զումը, հիմա որ հետ ենք նայում, իմ կարծիքով, իմ համեստ կարծիքով, մեզ բերեցին նույն Ռուսաստանը դոզավորված օգնելով, տեսեք 20 թվականին Ռուսաստանը մեզ օգնել է, եկեք դա չբուն մարտապաշարը մեզ տվե, զենքերը տվե եւ այլն, դա եկեք չժխտենք, բայց մեզ այն աստիճան դոզավորված օգնեցին, որ 2020 թվականի նոյեմբերի 9-10-ի ճակատի գիծը լինի։ Այսինքն որ ոչ մենք փլվենք, որպեսզի Ալիևը շատ վերցնի, հետո Պուտինի հետ բանակցություններում, ասի ես արդեն ամեն ինչ վերցել եմ։ Կառավարելի պարտություն։ Այո, կառավարելի պարտության մեզ տարան, ես դա բազմից եմ ասում, մեզ դոզավորված էին օգնում։ Դա գիտեք ինչի անման, օրինակ ստրատեգիական խաղերում, եթե երիտասարդները խաղել են, գիտեք, չէ՞, որ համարյա թե համակարգչին հաղթում ես, ինքը թուլանում է, հետո արագ ինքը ուժեղանում է, դու հաղթանակի եզրին հետ ես գնում, ինքը ստիպում է որ դու անընդհատ խաղաս, դու կարող ես ժամերով խաղաս, այն վերջի այդտենց իրենք դոզավորում էին, կառավարում էին մեզ։ Իսկ չէ՞ որ մենք մեր արտաքին զինամթերքի զենքի խնդիրը լրիվ դրսից էր։ Հիմա նույն Ուկրաինայում ավելի մասշտաբային այդ նույն խնդիրն է։ Արևմուտքը դոզավորված օգնում է, որ ոչ Ուկրաինան հաղթի, ոչ Ռուսաստանը հաղթի։ Մեզ դոզավորված տարան, ես դա արդեն մեծ հավանականությամբ տեսնում եմ, եւ նույն Շուշիի անկումը բազում հարցեր ունի։ Ադրբեջանական օկտատերերը գրում են Շուշիում մարտերի մասին, ծիծաղ է հարուցվում, Շուշիում քաղաքային մարտեր չի եղել։ Ինչի Շուշին չուներ բավարար կայազոր։ Ինչու Շուշիում, ինչու եղավ այդ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության այդ կամքի կաթվածը, ինչու այդ խզումը եղավ Արցախի հանրապետության եւ Հայաստանի հանրապետության ռազմական ու քաղաքական ղեկավարության միջև։ Այնտեղ նոյեմբերի սկզբի օրերին 20 թվին հայտարարություն է անում Արայք Հարությունյանը, թե Թուրքը Շուշիի տակ է, մենք ստեղ լրիվ ուրիշ մտքերի մեջ Շուշին համարվում է առաջնային։ Ոչ ոք համարյա լուրջ չէր ընկալել, երբ որ Արայք Հարությունյանն ասում էր 4-5 ժամվա վրա են Շուշիից։ Մի ուրիշ խնդիր է կամ ողջ Հայաստանը կոչեր անում իմ կարծիքով Հայաստանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարությունը
ինչ որտեղ շատ ուշ հասկացավ, որ ինքը միջազգային այդ դավադրության զոհ է դարձել։ Կոնսենսուսը ուշ նկատվեց։ Նայեք, մտովի որ հետ ենք գնում 2020 թվականի հուլիս Պավուշյան այդ փոքրիկ սրացումները, չէ, դրանից հետո վարչապետը ինչ ռազմաշունչ, Սարդարապատում խաչեր բաժանեց, մենք ուժեղ ենք եւ ժողովրդավարությունը մանավանդ որ կորպուսի հրամանատարն էլ զոհվեց, դրա էլ ներկայացվեց որպես մեր ԱԹՍ-ի հարված եւ այլն։ Դրանից հետո եկավ սեպտեմբերը, ռազմական խողովակներում զգում էին, օրինակ F-16 ինքնաթիռներն էին դիսլոկացիա եղել այնտեղ ռազմական ոլորտում, օրինակ Դավիթ Տոնյանն է հաճախ ակնարկում այդ մասին եւ կան գծեր, որ մենք զգում էինք, բայց դատելով ըստ ամենայնի մեր Հայաստանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարությունը բաց թողեց այդ կոնսենսուսի վերջնական ձևավորումը։ Իրականությունից կտրվեց։ Իսկ թվում է ինչ որտեղ այդ կոնսենսուսը վերջնականապես ձևավորվեց 20 թվականի օգոստոսին, երբ որ Էրդողանը Ալիև զույգը կարողացավ Մոսկվայի ստրատեգներին համոզել, գիտեք, Մոսկվայի ստրատեգների աչքերով որ նայում էր, սենց էր վիճակը, դե լավ, 94-ից 2020 թվականին սենց ենք պահե, 3 նախագահների օրոք, հիմա ձեր վարչապետը մի քիչ ապստամբ է, ըմբոստ է մեր նկատմամբ, հիմա ուրիշ ձև կպահենք, գիտեք, մարդն իր կյանքում, այո, մարդ իր կյանքում մի բանից հոգնում է, չէ՞ որ 25 տարի մի մեքենա ես քշում, հետո հնանում է, ասես դե լավ, վաճառեմ նորը առնեմ։ Հիմա ռուսները 25 տարի այդ դիրքավորումն էին պահի հարավային Կովկասում, ասեցին դե լավ չեք ուզում, մենք էլ սա կանենք, ընդ որում այնտեղ բացառված չի նաև կոնկրետ դրսևորումներ այդ առևտրի մեջ Էրդողան Ալիև զույգի օրինակ իմանալով որ Պուտինը Ուկրաինայում ինչ որ բան է նախապատրաստում, իրենք կարող են Ուկրաինայի Պուտինին շահագրգռել գազային շարժով, կարող էին դրամային առևտրային հոսքերի շարժով, չէ՞ որ հիմա Թուրքիայի միջոցով, Վրաստանի միջոցով Ռուսաստանը սանկցիաները շրջանցում է եւ գազի եւ ապրանքների, չէ՞ մեն գազը չէ, բա ապրանքները Թուրքիայով հսկայական Վրաստանով ապրանքների հոսք է մտնում։ Այս առումով ինչ որ մի պահի պուտինյան ստրատեգներն ասեցին դե լավ Հայաստան իսկ ցավոք մենք այսինքն եթե չես ենթարկվում ենթադրեք 5-7 տարածներ տալու պահանջի գիտեք 5-7-ը չէ դա հանրայդ Լավրովի պլանն է ես մի քիչ դրան սենց եմ վերաբերվում էլ իրականում Ռուսաստանը չէր ուզում որ խնդիրը լուծվի որտեղ նույնիսկ եթե մենք ինչ որ տարածք տանք եւ ինչ որ բան ստանանք Ադրբեջանից ի վերջո խնդիրը կլուծվեր իսկ Ռուսաստանում պետք չէր որ հարավային Կովկասում խնդիրը լուծվեր Ռուսաստանը իդեալական պետք էր այն վիճակը որ պայմանական կար 2011 թվականին 2017 թվականին այսինքն ստեղ կանգնած ենք Ադրբեջանը Արցախի խնդրի հետ կապված զենք է վաճառում կախվածության մեջ է Հայաստանի Հանրապետությունն իր կախվածության եւ ես կարծում եմ որ մեր իշխանությունների բաց թողում ամեն դեպքում այդ Պուտինի հետ հարաբերություններում այդ նրբության բաց թողումներ, որ ինչ որ մի պահի ինքը աննկատ դադարեց քեզ աջակցել, բայց վտանգը դրանից կանմերն անում, որ դու չես իմանում այդ մասին։ Գոնե որ քեզ սպառնային, ասեն, այս օրվանից չեմ աջակցելու քեզ։ Դու գիտես թե դեռ քո ընկերը քեզ աջակցում է եւ ինքնավստահ որոշակի քայլեր է անում, բայց վճռական պահին ընկերդ ոչ թե քեզ աջակցում է, այլ քո դեմ է դուրս եկել։ Եվ ուղղակի հետագայում շարունակությունը շատ ողբերգական եղավ ռուսների համար։ Երբ որ Ուկրաինայում իրանք խնդիրների առնչվեցին, դրանից հետո դժքերը թուլացան, բայց գիտեք, այս խմորը դեռ շատ ջուր կվերցնի։ Ուկրաինայում ձգվում է այս պահին պատերազմը, բայց եկեք դա էլ խոսենք, որովհետև իհարկե մեր թեման, մեր պատերազմը եւ մեր վերջին 5 տարվա իրադարձությունները, եկեք խոստովանենք անսպառ թեմա եւ մենք իրոք մի քանի ժամ այստեղ կարող ենք նստել խոսել, բայց ուզում եմ ձեզ հետ խոսենք կարճ նաեւ ռուս-ուկրաինական պատերազմի վերջին զարգացումներից Բայդենի վարչակազմը շատ զգուշանում էր թույլ տալ Ուկրաինայի բանակին հարվածել Ռուսաստանի խորքերը, մինչդեռ ուկրաինացիները ուղղակի աղերսում են այդ թույլտվությունը չեն ստանում, այսպես հեռահար զենքերի ցանկություններ տամագավ, եթե չեմ սխալվում, զինատեսակի մասն է, ակնկալիք կա, որ ԱՄՆ-ն կվաճառի եվրոպացիներին, իսկ եվրոպացիները կամ ՆԱՏՕ-ն կվաճառեն կամ կտրամադրեն Ուկրաինային։ Թրամփը այդ հնարավորությունը տվեց ուկրաինական բանակին հարվածել Ռուսաստանի խորքերը ուշադրություն ՆԱՏՕ-ի զենքերով, որոնք կգնեն եվրոպացիները։ Ինչ ստադիա է սա, ինչ աստիճան է։ Ողբերգական է այս պատերազմը։ Ես բազմից եմ ասել, այս պատերազմը ամենից առաջ շահեց Ամերիկայի Միացյալ Նահանգները։ Ցանկացած ելքի դեպքում ինքը շահած է։ Ինքը պատերազմը շարունակվի, զենք կվաճառի, ուկրաինական կողմին դա իրեն օգուտ է, Եվրոպային հավես կգցի կախվածության մեջ իրենից եւ Ռուսաստանին կփայի թույլ վիճակում։ Ավարտվի պատերազմը, ինքը իր օգտակար հանածոները ցանկացած դեպքում վերցրել է,
ինքը ներդրումների միջոցով Ուկրաինայում գործողություններ կանի եւ ընդհանրապես ինքը գրեթե բան չի կորցրել Ամերիկայի միած։ Եվրոպան մի քիչ շահեց, մի քիչ կորցրեց, շահեց այն առումով որ Ռուսաստանը թուլացավ, կորցրեց այն բանը, որ այդ ռազմական ծանր ծախսերի վրա է ամեն դեպքում ընկնում պլյուս փախստականների հորոսքը։ Մի քիչ Ռուսաստանը շահեց Ղրիմ, Դոնբաս, Լուգանսկ այդ տարածքների առումով, բայց ավելի շատ կորցրեց, որովհետև հսկայական իմ գնահատականով արդեն մոտ 1 միլիոն սպանված կունենա, կարծես թե չասած անվտանգային, տեխնիկական, հեղինակության խնդիրը եւ այլ եւ ընդհանրապես չշահեց եւ միայն կորցրեց Ուկրաինան, դժբախտ Ուկրաինան, որը արյունով է վճարում այն բանի համար, որ իր ղեկավարները որոշեցին Ուկրաինային դարձնել մահակ, որով պետք է հարվածեն Ռուսաստան։ Հիմա այս լույսի տակ որ նայում ենք, գիտեք, հաճախ Ամերիկայի ադմինիստրացիաները, երբ որ դեմոկրատները եւ հանրապետականները իրար փոխում են, մեր մեջ տպավորություն կա, թե ինչ որ էական բան կարող է փոխվել։ Բայց Ամերիկան ունի մեկ հիմնական ուղղություն, այո, ռազմավարություն, այդ ռազմավարությունը հետեւյալն է՝ հարստանալ, աշխարհի ռեսուրսները քամելով բիզնես անել եւ հարստանալ։ Հիմա դեմոկրատները մի քիչ էս ձեւ են անում, հանրապետականները մի քիչ էս ձեւ, բայց մեծ հաշվով իրենք իրար լրացնում են։ Եվ ԱՄՆ-ի ազդեցության տարածումը աշխարհում։ Հիմա որ օրինակ նայում ես, Տրամպը շատ հաճույքով խաղում է Բայդենի ադմինիստրացիայի թափած ջանքերի արդյունքը Ուկրաինայում։ Եվ Տրամպը նորից երկու տարբերակ ունի, երկուսն իրեն ձեռնտու է վերջացնենք պատերազմը, վերջնական բերքը վերցնեմ, չէ, մի քիչ կշարունակվի բերքը հետո կվերցնենք։ Ես բնականաբար հետևում եմ Հայաստանում ուկրաինական այս պատերազմի նկատմամբ հետաքրքրությունը շատ է ընկած, բայց Հայաստանի ընդհանուր մինչև իրադարձությունների գաղտնիքը հիմա եւս շարունակում է մնալ Ուկրաինայում։ Այն ընդհանուր մինչև մեր ներքաղաքական զարգացումները Ուկրաինայով կարող են պայմանավորվել, որովհետև եթե Ռուսաստանը դժգոհ մնա Ուկրաինայի հանգուցալուծումից, իսկ ակնհայտորեն ամեն ինչ դրան է տանում, որ ինքը դժգոհ է մնալու, փորձելու է գոնե հարավային Կովկասում դիրքերը հետ բերել։ Ի վերջո, նրա համար չէ Արցախը Ադրբեջանի հետ միասին մեր ձեռքից վերցին, որ դա բաժին հասներ Բաքվին։ Հասկանում եք, հələ Ռուսաստանի աչքերով նայեք, իրանք 200 տարի առաջ Արինով ու Քրտինկով եկան, Գյուլիստանի ու Թուրքմենչայի պայմանագրեր կնքեցին, վերցեցին Հարավային Կովկասը, որ հիմա Ադրբեջանին տան։ Այսինքն թե Ուկրաինայում դժգոհ մնաց ռուսական կողմը, այս կողմը ակտիվանալու։ Ստեղ էլ Ալիև ունի ամբիցիաներ Էրդողանի հետ միասին, իրենք հավակնում են լինել տարածաշրջանային տերություններ։ Իրենք ասում են աշխարհի մակարդակով չէ, բայց այս տարածաշրջանում մենք ենք որոշողը։ Արդյոք դա Ռուսաստանին դուր կգա։ Եվ արդյոք Հայաստանի ներքին զարգացումները դրանով պայմանավորված չէ, որ պայմանական Ուկրաինայից դժգոհ մնացած պաշտոնական Մոսկվան որոշում է ստեղ ակտիվանալ Ադրբեջանի դեմ ինչ-որ բան անել, իսկ դրա համար պետք է Հայաստանի Հանրապետություն պրոռուսական լոյալ իշխանություն առիթի դեպքում երկու կողմից Ադրբեջանին վնաս տալու համար։ Հիմա եթե մենք ինչ-որ պահի խելոք լինենք, գուցե Արցախը հետ բերելու շանս ունենք, թե այս 2025 թվականի աշնան վիճակով այս խոսքերը որ ասում են, մարդկանց սա կարող է թվալ անհավատալի հեքիաթ, ինչ որ երազանք եւ այլ, բայց ազգանվեր իշխանությունը պետք է այդ մասին միշտ մտածի, թե բնականաբար այս իմ խոսքերը ակտուալ չեն Հայաստանի ներկայիս հանրապետությունում որևէ կերպ։ Բայց դες գիտեք, ես տասնամյակների, հարյուրամյակների կտրվածքով եմ նայում։ Այս ամեն ինչը կանցնի։ Իսկ 2200-2300 թվին, եթե Արցախի տարածքում մենք հայեր ունեցանք, դա հայ ժողովրդի համար լավ կլինի։ Հիմա բոլորս ակնթեթ հետևում ենք ուկրաինական պատերազմի Իսկ Հայաստանի համար որ ելքն է կարևոր, դուք նշեցիք ԱՄՆ-ի համար յուրաքանչյուր սցենար Հայաստանի համար ես բազմից եմ ասել, Հայաստանը նախ եւ առաջ պետք է ինքը ուժեղանա։ Իսկ աքսիոմատիկ է, որ ուժի աղբյուրը դա ժողովրդավարական արժեքներն են։ Հիմա տեսեք, մարդիկ կարող են ասել ավտորիտար Ադրբեջանը մեզ հաղթեց, ոնց թե։ Հենց խնդիրը նրանում է, որ ժողովրդավարությունը ինքնին ուժի աղբյուր չէ։ Այսինքն ավտոմատ դու որ ժողովրդավար եղա, դա չի որ դու ուժեղ ես։ Բայց ժողովրդավարությունը քեզ շանս է տալիս ուժեղանալ, ուժի աղբյուր է։ Հիմա մենք 2018 թվականին կանոնեցինք ժողովրդավարացման ճանապարհին։ Տեսեք հիմա նայեք մեր հասարակությունը ինչքան բաց է։ Հիմա ձեր ստուդիայում կարող է գործող իշխանությունը քննադատող ձայներ լսվեն ինտերնետում։ Ճիշտ է, էլի կան խնդիրներ, չեմ ասում Հայաստանը ժողովրդավար, բազում խնդիրներ կան, այդ թվում եւ խոսքի համար մարդկանց հետապնդում եւ այլն, բայց գոնե ձևական առումով Ադրբեջանում ընդհանրապես դա չկա։ Հիմա Հայաստանի ուղին դա ժողովրդավարական արժեքների վրա ունեցած ձեռքբերումները կարողանալ ստեղծել իրական պետություն, այս ամեն ինչի կրիստալիզացման արդյունքում, կոպիտ ասած ինչպես Իսրայելը, որը մի ձեռքով պատերազմ, մի ձեռքով ժողովրդավարություն, բայց այստեղ է ուրիշ խնդիրներ առաջանում են, որովհետև այստեղ կան կոնկրետ անձած շահեր։ Հիմա դիմացի ընտրություններ են, մի մասը փորձում է պրոռուսականությունը, մի մասը հակառուսականությունը դարձնել առարկա, եւ մարդիկ կարիերա են անում, փողեր են աշխատում եւ հսկայական գործողությունների են դիմում
այս քո մաքուր իդեան ոչ մեկին պետք չի, մարդիկ կոնկրետ ամիսներին խնդիրներ են լուծում։ Հիմա իշխանությունը կենացում ուզում է պահել իշխանությունը, ընդդիմությունը ուզում է դառնալ իշխանություն։ Եվ այս հարցերը, որ պրոռուսական թե պրոարևմտյան, մի քիչ գնում են հետին պլան։ Հիմա տեսեք, մի քիչ մի բան շեղվենք օրինակ, Արամ Զավենի Սարգսյանի կուսակցությունը ակնհայտորեն վերցրել է հակառուսականությունը եւ դա փորձում է վաճառել եւ արևմուտքին եւ ընտրողներին։ Երեք չէ՞ լսեցինք Վաղարշապատում չենք թողնելու գուբերնիա եւ այլ եւ այլ։ Բա լավ, բա գաղափարները, դա ինչ դա քաղաքական կուրսն է, բա ինչ տիպի պետություն ենք մենք ուզում ունենալ։ Ռուսական կողմն էլ պայմանական Գյումրի օրինակ քաղաքապետն էլ ինքն էլ այնպիսի հայտարարություններ անում, որ ընդհանուր մինչև Հայաստանի անկախությունը որոշ նյուանսներում դրվում է կասկածի տակ։ Հիմա մեր խնդիրը ես բազմիցս եմ ասել, ունենալ ժողովրդավարական արժեքների վրա հիմնված լավ կառավարվող պետություն, որը արդյունքում կունենա տնտեսական լավ արդյունքներ, դա իր հերթին կբերի ծնելիության աճի, ընդհանուր մինչև ներգաղթի, երրորդ դասի ձևավորման։ Այսինքն այն մարդիկ, որոնք ատամնաբուժներ են, իրավաբաններ են, հոգեբաններ են, թարգմանիչներ են, այն մարդիկ, որոնք խոշոր բիզնեսմեններ չեն, բայց արևմտյան տիպի հասարակության ձեր պես, հարգելի Ռոբերտ, լրագրող եք, ձեր փողը աշխատում եք, չէ, դուք երրորդ դասի դասական ներկայացուցիչ եք։ Ձեր իմ տիպի մարդիկ պետք է հասարակության մեջ այնքան գերակշռեն, որ ոչ աղքատները շատ հարց որոշեն լուծեն, ոչ է հարուստները։ Երբ որ մենք միջին խավը կամ երրորդ դաս, ինչպես ես եմ սիրում ասել, երբ որ մենք կգերակշռենք, մենք եւ են աղքատների ծայրահեղականությունը կհավասարակշռենք, որտեղ մենք կորցնելու բան ունենք, եւ հարուստներին կհակակշռենք։ Կլինի Հայաստանի զարգացման համար։ Միջին խավի մենք ունենք այդ շանսը։ 18 թվին մենք ունենք այդ շանսը։ Մեծապես ունենք պատերազմը եւ այդ նախորդող տարուն ու դրան հաջորդող արդեն վերջի իրադարձը հիասթափեցնում են մարդկանց։ Մարդը լավ մասնագետ է գնում է Հայաստանից։ Մարդը ստեղ չի տեսնում իր շարժը, իր հեռանկարը եւ դա ուժասպառ է անում միջին դասին։ Հասարակության բևեռացումն է ուժեղանում ցավոք։ 18-ին մենք այդ շանս ունենք, բայց չկարողացանք դրա արդյունքում ունենալ ուժեղ, կայացած եւ զարգացած պետություն։ Դա է, ուրիշ շանս չկա։ Թե չէ, կլինես միշտ բանանային պետություն։ Միշտ կլինես բանանային պետություն, որը ինչ որ շահերի դրդումով կնետեն հարևանի վրա, հարևանին կնետեն քո վրա, ժողովուրդն էլ պատերազմից աչք չի բացի։ Շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար։ Ես եւս շնորհակալ եմ Ռոբերտ ջան։ Factor TV-ում հյուրընկալել ենք Մհեր Հակոբյանին։